Ինձ թվում է, եթե ընդհանուր ընդդիմությունը նման որոշում կայացնի, որ գնում է, պետք է նաև այս ամեն ինչին պատրաստվել, իհարկե։ Մենք գիտեք, ով ընդդիմադիր է, ով այս պայքարի մեջ է, մեծ հաշվով կարծում եմ ամեն ինչ էլ պատրաստ է։ Ամեն մեկ առավոտը պատրաստ է որ մտնելու են տուն, պատրաստ է որ մեքենայով ուղղակի քաղաքով գնալուց կարող է, չգիտեմ, կանգնացնեն ինչ որ բաներ անեն։ Բոլոր ընդդիմադիրների հետ կապված տարբեր այսպես տեղեր հիմա հարկային տերոր է գնում, նաև դեմոնստրացիվ, այսինքն մենք ամեն ինչ էլ պատրաստ ենք, մեր խնդիրը առնելու այդ ամեն ինչին ճիշտ ձևով դիմակայելու ու արժանի հակահարվածը տալը։ Ծեծվելու պատրաստ եք։ Բայց ինչի ծեծվելու օրինակ, ոչ ծեծելու։ Թվականակով քիչ եք, իրենք շատ են։ Դե ուրեմն պետք է ավելի ուժեղ լինենք, ավելի պատրաստված լինենք, ավելի կազմակերպված լինենք նաև այդ առումով։ Բայց կարողանալ եք։ Դուք պարապում եք։ Հա? Դուք պարապում եք։ Ես միշտ եմ պարապել, սրա այս։ Պարոն Քոչարյան, տեսեք, ձեր հաղթանակը գողացվել է, թե չի գողացվել։ Տեսեք, մենք մեր քվեները ստացել ենք, մենք մեր քվեները հնարավորին չենք պահել ենք, բայց մեր քվեները կարող է լինել շատ ավելի շատ, ու ոչ միայն մեր, կարծում եմ նաև շատ ընդդիմադիրների քվեները կարող է լինել էականորեն ավելի շատ, եթե չլներ են վախի տոտալ մթնոլորտը, այս հարձակումները վարչական ռեսուրսների ակնհայտ չարաշահումը, ու մի խոսքով այն ամեն ինչ որ հիմա քննարկվում է։ Ինչ որ ձևով գողություն է տեղի ունեցել։ Ես եթե անկեղծ ասեմ, Հալեկ ջան, չէ, արի մի հատ ճշտենք, էլի։ Գողանալը մի բան է, ես ավելի իմ համար ավելի անհասկանալի է քաղաքացիական պայմանագրի այդքան ձայնը, եթե անկեղծ խոսեմ։ Մենք մեր քվեները ամեն ձև, չնայած նրան ինչքան տարբեր նաև ընդդիմադիր դաշտից մեր վրա հարձակումներ կային, գիտեք, շեմ չհաղթահարել, մնացած ինձ թվում է միակ ուժն էինք, որ ամեն կողմից էին հարձակվում։ Չնայած դրան մենք շեմը հաղթահարել ենք մի բան էլ վրայից ավել, այսինքն իմ խնդիրը այդքան մեր քվեների քանակի մեջ չէ, ինչքան քաղաքացիական պայմանագրի տարած քվեներից ավելին։ Հիմա երբ որ ասվում էր, որ եթե փորձ անեն գողանալ մեր հաղթանակը, դա որ պարագայում պետք է արտացոլվեր, որ օրինակ ասել, որ դա համապատասխանում է իրականությանը։ Այսինքն այդ գողությանը հաղթանակ գողանալու հանգամանքը ինչպես էր արտացոլվելու, որ դուք տեսնեիք, մենք տեսնեինք։ Տարբեր ձևերով դա կարող էր արտահայտվել, հիմա ներկա փուլում ունեցած արդյունքների համատեքստում, ընդհանուր տրամադրություններում որ կա, այս պահին սահմանադրական դատարանում է գործը, սրանից հետո մնացած քայլերը պետք է ոչ թե առանձին ուժի անելիք լինի, այլ ընդհանուր ընդդիմության անելիք լինի։ Իմիջիալոց մենք նաև այն ուժն ենք, որ նաև ամենասկզբից հայտարարել ենք, որ տեսնում ենք հնարավոր համարում ենք ընդդիմության միասնական հաղթանակ։ Մենք եթե ուշադիր եղել եք, կհիշեք, որ մենք մշտապես սա ենք կարևորում, ընդհանուր նաև ընդդիմադիր դաշտի միասնական պայքարը շատ հարցերի դեմ, այսինքն մեզ շատ չէինք առանձնացնում, չէինք ասում, որ մենակով պետք է ամեն ինչ անենք, ու հիմա լավ է, որ ի վերջո այս ընկալումը կա նաև ընդդիմադիր դաշտում, ինչի եմ այս ամեն ինչ ասում, որովհետև նաև մնացած քայլերը, ինչի եմ այս ամեն ինչ ասում, որովհետև նաև մնացած քայլերը պետք է ընդունվի միասնաբար։ Քոչարյան, դուք այս անցյալ 5 տարվա արածից ավելին եք անելու հաջորդ 5 տարում ձեր քաղաքական ուժը։ Տեսեք, եթե մանդատը վերցնի, ավելի ինչ-որ բան եք անելու։ Մենք պիտի փորձենք ավելին անել։ Մենք պիտի իսկապես հասկանանք նաև նախկինում այն սխալները, որոնք հաջողության չեն բերել, այդ սխալները նորից շարունակել։ Մենք նաև ունենք քաղաքական դաշտում ընդհանուր այսպես թարմություն ունենք, նոր ուժ կա նաև, որը նաև ավելի հեգեմոն դիրք է զբաղեցրել ընտրությունների արդյունքում։ Դրա համար ես հիմա չեմ ուզում այսպես մեզ առանձնացնել, քանի որ որոշումներ կան, որ համոզված եմ, որ պետք է արդյունավետության տեսանկյունից պետք է ընդունվեն միասնաբար։ Ըստ էության ընդունում եք, որ ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն հնարավոր չէ։ Ես դա չեմ ընդունում, իրականության մեջ դա չեմ ընդունում, որովհետև ընտրությունները հիմա արդյոք մենք կարող ենք մի քանի չստացված փողոցային պայքարից հետո ասել, որ փողոցով հնարավոր չէ իշխանություն փոխել։ Օրինակ ասենք եղավ դիմադրության շարժում, եղավ փրկության շարժում, եղավ սրբազան պայքար, բայց ես դա էլ այդպես չեմ համարում։ Ես չեմ համարում, որ փողոցով հնարավոր չէ։ Նույնպես էլ գտնում եմ, որ սխալ է ի սկզբանե ասել, մենք նաև գիտեք միջև ընտրությունները շատ մեր գործընկերների ընդդիմադիր դաշտի ասում ենք այդպես մի ասեք, որովհետև գալու է ընտրությունների օրը ու մենք քաղաքացիներին խնդրելու ենք, կոչ ենք անելու, որ գնան մասնակցեն։
բայց եթե այն գլխից մթնոլորտը այնպեսին ենք ստեղծում, որ ընտրություններով հնարավոր չի, հետո ինչպես պետք է խնդրենք մարդիկ գնան մասնակցեն։ Կարծում սա ճիշտ մոտեցում չէ։ Կան խնդիրներ, իհարկե կան խնդիրներ, վարչական ռեսուրսը մնացած այդ ապօրինությունները, որ արվում է, բայց այսպես գլխից տակից դնել ասել ընտրություններով հնարավոր չի, կարծում եմ ճիշտ չի։ Քոչարյան ներողություն, որ ասում եք, ես լավ չլսեցի պատասխանը, որ ասում եք ձեր ձայները գողացել են, հա, Հայաստան դաշինքի։ Օրինակ, Այդ ճիշտ եք ասում, լավ չլսեցիք։ ինչ է, նման չեն գողացել այսինքն։ Չէ, ասում եք ԿՊ-ի ձայներն են։ Ես ասում եմ, որ մենք մեր ձայները տարել ենք։ Ես կարծում եմ, որ մեր ձայները ոչ թե գողացվել են, բայց եթե ինչ որ գործողություններ ԿՊ-ն չաներ, են terror-ի մթնոլորտը, վարչական ռեսուրսը չներ, այդ ձայները կարող էին ավելի շատ լինել։ Այսինքն մի բան ա դու ստացել ես X ձայն, դրանից ինչ որ բան վերցրել է, մի բան ա որ դու ստացել ես X ձայն, բայց կարող է ստանալ X + Y ձայն։ Ձեր ընտրողները վախեցել են։ Գողանալ արտահայտությունը մի քիչ այստեղ ճիշտ չեմ անում։ Հա, Հայաստան դաշինքին ընտրողները վախեցել են փաստորեն։ Ես կարծում եմ ընդհանուր, այստեղ չառանձնացնեմ Հայաստան դաշինքը, որ ահավոր վախի մթնոլորտ է եղել։ Մարդիկ վախենում էին մեր հավաքներին գալ մասնակցել։ Հատկապես առավոտից օրինակ հիմա ի վերջո մենք էլ գրեթե 150,000 ձայն ենք, չէ՞ ստացել։ Խոսքը դրամ ես էլ չեմ վախենում, չէ՞, պայքարի մեջ նոր թե բանտարկելով, թե մնացած անհարմարություն ունենալով, այստեղ եկեք հասկանանք, որ շատ քանակի մասն ենք խոսում։ Երկրորդը նույն ընտրությունների առավոտը եղել է տեղեկություն միանգամից թափանցիկ ծրագրերի հետ կապված։ Սա էլ հաջորդ բանն է, որ հատկապես մարզերում շատ ազդում սա, որ կիմանանք մեկադուք ոնց եք քվեարկելու, թաքնված տեսախցիկներ կան, այս հիմար խոսակցությունները, որ երևի բոլորի ժամանակів սրանք եղել են, ու նաև այս առավոտը թափանցիկ ծրագրերը կարծում եմ դրանք էլ շատ նաև ազդել են, մարդիկ են որ ասել են շարժ փորձանքից հեռու, կոպիտ ասած, եթե պիտի գնայի ընդդիմությանը ընտրեի, չընտրեմ, որովհետև կարող է ԿՊ-ն իմանա, ու հետո ես Իսկ Ռուբինյանի հետ հեշտ կաշխատեք, թե Ալեն Սիմոնյանի հետ է։ Ես իրանց մասով ոչ մեկ էլ հաստատ հեշտ չեմ աշխատելու, այստեղ իրանց հետ աշխատելու մասին չէ։ Գործողումների գնալ դե նման փորձ ունեցել եք։ Ես ինքս մի անգամ եմ գործողման գնացել IPU շրջանակներում, որտեղ ելույթ եմ ունեցել ու հետ եմ վերադարձել, բարձրացրել եմ Արցախից բռնի տեղահանվածների հարցը։ Մնացած այդ նյուանսները, գիտեք, այդ հետագայում պետք է լինի, երբ որ կլինի որոշում մանդատներ վերցնել, թե չվերցնել, դրանից հետո արդեն ինձ թվում է այս ընթացիկ աշխատանքի հետ կապված թե ինչ ձևով, եթե գնանք, ինչ ձևով պետք է գնանք, ինչ պետք է չանենք, ու սա նորից եմ կրկնում, պետք է լինի միասնական մոտեցում գնացող։ Որոշում չկա դեռ մանդատների։ Ոչ, որոշում։ Պարզապես Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում ասում էր, որ դա կարևոր գործիքներ են։ Ռոբերտ Քոչարյանը ասել է, այդ մասով որոշում չկա դեռ, բայց մանդատները նաև պայքարի տեսանկյունից կարող են լինել օգտակար։ Պարոն Քոչարյան, ներողությունների ձեր եւ Արուշ Արուշանյանի հարաբերությունները հիմա ինչպիսին են։ Դուք կապ ունեք Արուշանյանի հետ։ Ոչ, չունեմ։ Իսկ երբ որ Արուշանյանը Ալեն Սիմոնյանի հետ վաղուց մտերմություն ուներ, դուք գիտեիք դրա մասին։ Ճիշտն ասած, չգիտեի։ Իսկ ինչու քանիս է խոսքը։ Այդպես է ստացել, եկեք չմտնենք այդ անձնական հարաբերությունների դաշտ։ Որ իր ցանկություններից է, որ Աստծո կամոք 29743 կիլոմետրը մեծացնեն, Արցախը հետ բերեն դրա մասին։ Եկել եք մտածում, հասկանալից է պատուհան։ Իրականության մեջ ոչ մի այսպես անձնական խնդիր կոնֆլիկտ չի եղել, չկա նման։ Արուշ Արուշանյանը 21 թվին եղել է մեր ցուցակում, ես կարծում եմ ինքը այն ժամանակ քաղաքական հետապնդման է ենթարկվել, ես իր դատերին երբ որ ստացվել է գնացել եմ, հասել եմ Գորիս, իմ աջակցությունը հայտնել եմ ու ոչ մի վարքյան չեմ փոշմանում դրա համար, որովհետև այդ պահի դրությամբ ինքը քաղաքական հետապնդման էր ենթարկվում։ Մնացածը չգիտեմ, չեմ ուզում շատ։ Քոչարյան Հայաստան դաշինքը նախորդ երբ որ արդեն անցել է, հայտարարում էր, որ գալիս ենք խորհրդարան Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգով, որը ըստ էության չի ստացվել։ Հիմա եթե մանդատները վերցնեք, էլի նույն լոզունգով գալու խորհրդարան։ Տեսեք, մեր քաղաքական ուժի համար ոչ մի վարքյան, ոչ մի օր այդ նպատակից մենք չենք շեղվել, այդ նպատակից չենք հետ կանգնել։ Այդ նպատակը եղել է այն ժամանակ իմ համար, մեր համար անձնապես նույնիսկ 18 թվականից սկսած այդ նպատակը եղել։ Ուզում ասեմ, այդ նպատակը չի փոխվել։ Հիմա այստեղ կարելի է մեզ քննադատել, թե ինչի չի հաջողվում, կարելի է ինչ-որ դիտողություններ անել, ես կարող եմ դրան ինչ-որ ձև պատասխանել, օբյեկտիվ, սուբյեկտիվ, այսինքն մենք ուրիշ դաշտ ենք մտնելու, բայց նպատակի առումով կարծում եմ մեր քայլերի
այսպես մղումները, ազնվությունը ոչ մեկ իրավունք չունի կասկածի կանգնել, որովհետև մենք դրա տեղը չենք։ Պարոն Քոչարյան, ձեր քննադատները այս ֆոնին, որ Հայաստան դաշինքը դուք Ռոբերտ Քոչարյանը խոսում են ընտրությունների այդ արդյունքների հետ կապված խախտումների եւ այլն, ասում են ինչ է տեղի ունեցել, կարող է քվյատուփ են գողացել, տարել, մեջը թերթիկներ են ավելացրել, կարող է հաշվելու ժամանակ այդ բաները, տրցակները վերցրել են ընդդիմադիրներից իշխանության վրա են դրել, կարող է լույսերն են հանգցրել եւ լցոնումներ են արել։ Դուք ինչ ունեք այս քննադատություններին հակադարձելու։ Տեսեք, աննախադեպ բան է, որ 7 քաղաքական ուժ դիմել է սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքների վիճակում։ Թե ինչ խախտումներ են արվել, շատ մանրամասն մի քանի օր ներկայացվելու է, առաջարկում եմ դուք էլ իրենց առաջարկեք, որ հետևեն ու հասկանան։ Գիտեք, ամեն անգամ, ես այսպես եմ ասում, ամեն անգամ հիշել հին սխալներ, շատ դեպքում օբյեկտիվ, որոշ դեպքերում չափազանցված կամ շատ սուբյեկտիվ, դա չի արդարացնում այսօրվա սխալները։ Եթե 96-ի ընտրություններին, 98-ի կամ 2008-ի ընտրություններում կամ չգիտեմ 13-ի ընտրություններում եղել են խնդիրներ, լավ, ինչ ասենք, 96, 98, չգիտեմ, այդ ժամանակ եղել է, ուրեմն հիմա դրանով արդարացնում ենք սա։ Որն է տրամաբանությունը, որն է տրամաբանությունը դա։ Դուք ինչ որ ֆորմատով խոսում եք, նա այդպես էլ չընդունեց։ Սխալ, որ եղել էր իր իշխանության օրոք։ Չընդունել է, գիտեք, շատ ուրիշ մակարդակի մեջ են մարդիկ սպասում։ Դեք պատասխանատու մարդը ինչ որ բան ընդունելուց ոչ թե չի ընդունել, ավելի պատճառներն էլ բացատրում։ Եթե գիտեք, մենք շատ ժամանակ այսօր 2026 թվի 2000 կներես նայեք ջան, վերջացնեմ հետո կտակ, էլի 2026 թվի տեսանկյունից այսօրվա պրիզմայով նայել հետ գնալ 20 տարի առաջ, կարծում այդքան արդար չի։ Ժամանակն է ուրիշ, մարդիկ են ուրիշ, տարբեր են զարգացվածության աստիճանը, ինստիտուտների կայացվածության աստիճանը։ Դրա համար այդքան էլ ճիշտ չի այսօրվա անկալումով փորձել վերլուծել 30 տարի կամ 20 տարի առաջվա դեպքերը։ Կներեք, բայց եթե գնահատական տրվի այդ 30 տարի առաջ տեղի ունեցած, գուցե այդ մարդիկ իրավունք չունենան ընտրությունների մասնակցելու։ Չէ, չեմ կարծում, որ դա այդպես է։ Մենք գիտենք, որ ընտրությունները շատ ժամանակ ունեցել են խնդիրներ, տարբեր ձեր ասած նաև։ Ես անկեղծ ասած չգիտեմ։ Ես ինքս շատ եմ լսել, որ ես որ ասեմ նման փաստ ունեմ, որ եղել է, չի լինի, բայց ես հասկանում եմ, որ լուրջ խնդիրներ եղել են։ Եվ սա ընդունելը չի նշանակում ասել, ուրեմն դրանով արդարացնել այսօրվա ԿՊ արած ապօրինությունները։ Դուք երբևէ հիշում եք, օրինակ, այսքան մարդ խոսքի համար լինի բանտարկված կամ քրեական հետապնդման ենթարկվի, ոչ եմ ասում։ Ուղղակի խոսքի համար, Facebook-ի ստատուսի համար։ Հիմա դա համակարգ է։ 3-4 թվականի նախագահականի դեպքը մարդիկ երբ ազատ խոսք էին արտահայտում, հիշում եք ինչ եղավ։ Մարդու խոսքի համար, հոդված գրելու համար, այն ժամանակ ասենք Facebook չկար, թեկուզ 9-10 թվերից հետո կար։ Մարդիկ արդյոք բանտարկվում են խոսքի համար։ Ես չեմ կարծում, որ այս առումով համեմատելի է։ Հետո լավ, մենք ինչ ենք ասում ենք 2003 թվին ինչ որ բան ա եղել, ուրեմն հիմա նորմալ է։ Ազատ խոսք արտահայտելու համար Երևանի կենտրոնում։ Ազատ խոսքի համար։ Այո, իրենց դիրքորոշումը հայտնելու համար դուրս են եկել ակցիայի։ Մարդի մեկից ենք խոսում։ Այո։ Այսինքն դու դավորակում ես ազատ խոսքի համար մարդիկ սպանվել են։ Իրենք ազատ խոսքի համար դուրս չէին եկել։ Չէ, ազատ խոսքի համար չէ, իրենք համաձայն չէին ընտրությունների հետ։ Երկրորդը, օրինակ կասեք ինձ, կապիտանը առաջին, որ մահացավ, ազատ խոսքի համար է ինքը մահացել։ 190-ից ավել ոստիկան վիրավորում է ստացել ու նույն ժամանակ քաղաքացիական վիրավորումները եղել են 30 քանիս հետի, չեմ սխալվում։ Ինչի համար է եղել դա ազատ խոսքի։ Այդ մարդը ոստիկան որ մահացել է, ինչի համար է մահացել։ Երբ որ կադրերը կան, որ նաև ցուցարարների կողմից հրազենային զենքով կրակում են դեպի ոստիկանները։ Ազատ խոսքի համար էին կրակել։ Այդ 10 հոգին այսինքն կրակել են ժամանակ։ Այդ 10 հոգին կրակել են պարոն Քոչարյան։ Եղել է ողբերգություն, ես ոչ մի դեպքում չեմ կարող արդարացնել որևէ մահ, հատկապես այդ հանգամանքներով։ Իմ խոսքը խնդրում եմ, մի խեղաթյուրեք։ Եղել է շատ վատ, եղել է եւ մինչեւ հիմա։ Այդ 10 հոգին կրակում էին, որ սպանվեցին։ Ես էլ ասում եմ, այդ ոստիկանը առաջին մահացող։ Ինչի համար է մահացել։ Ո՞վ է այդ նռնակը գցել այդ ոստիկանին։ Դա դուք գիտեք, ես չգիտեմ ինչ է ասել։ Ու նաև մնացածները չգիտեմ։ Գիտեմ, որ մի քանի մահ եղել են բանի սխալ օգտագործումից կարծեմ, ջերմուխայի եւ մնացած զենքերի, այսինքն միանշանակ դիտավորության մասին այստեղ խոսք չկա։ Դրա համար հենց մեր պահանջն էլ ա եղել միշտ, որ բացահայտեք
դեպքերը, բացահայտեք սպանությունները, որովհետև եթե դրանք չեն բացահայտվում, միշտ տեղիք են տալիս տարբեր ենթադրությունների, տարբեր մտածմունքների։ Բայց հանուն արդարության պետք է նաև իրավիճակը ճիշտ նկարագրել, որովհետև շատ ժամանակ մարդիկ խոսում են չիմանալով այն կարևոր նրբությունները, որոնք եղել են այդ օրերին։ Դուք կներեք զոհերի հարազատների հետ երբևէ հանդիպել եք։ Իմիջիայլոց հետաքրքիր բան եք ասում, երբ որ 2018-ին որս հետ կապված այս ապօրինի գործընթացը սկսվեց այդ մասով, ես հիշում եմ Ավանի դատարանում էի, Մասիվի դատարանում ինչ որ լրագրող մոտեցավ ձեր գործընկերներից երևաց, պատրաստ եք հանդիպել, չէ՞, ասի, այո, շատ կուզեմ հանդիպել, հետո մյուս կողմից մերժում եղավ, այսինքն ես իմ պատրաստակամությունը 10 տարի հետո եք ձեր պատրաստակամությունը։ Որտեւ այդ ժամանակ այդ հարցը ինձ ուղղվել, ես այսինքն պատկերացնում եք, որ 2008-ին ես պետք է գնայի հանդիպել, այս թվում է այսպես ասենք, ուրիշ հարցեք, որտեւ իմ հանդիպելունը չէ, Նարեկ ջան, իմ հանդիպելը։ Դե դուք չեք ուզում։ Հետո գիտեք շատ դժվար է մի մարդու հետ հանդիպել, ով այն գլխից արդեն որոշել է ով մեղավորը։ Իսկ գիտեք, չէ, միանգամից հենց այդպես է դառնում ամեն ինչ, որ այ դուք մեղավոր եք։ Այսինքն նույնիսկ հնարավորություն չի տրվում ինչ որ բան խոսելու, հակառակ կարծիք արտահայտելու միանգամից։ Ու դրա այս շատ ջատագովներից մեկն էլ այսօր քննող դատավորներից մեկն է։ Այս գիծը տանող։ Այսինքն այնտեղ արդեն մեղավորները իրանք համար նշանակել էին, պատիժը որոշել էին ու մինչև հիմա էլ մեծ հաշվով նույն տրամաբանությամբ շարունակում են։ Իսկ այստեղ շատ դժվար է այդ ձևը, որ արդեն մարդ քեզ այդպեսին է անցալում նստել ինչ որ, բայց ամեն դեպքում ես իմ մասով այդ բուրըն ժամանակ այդ պատասխանատվությունը հայտնել եմ ու ստացել եմ ներդրում։ Եվ պարոն Քոչարյան, եթե օրինակ որոշվի որ մանդատները վերցնելու են, դուք պարոն Քոչարյանը կվերցնեք ձեր մանդատները։ Երբ որ կլինի այդ որոշումը մնացածն այդ ժամանակ, լավ։ Դուք չեք քննարկել ձեր մեջ, օրինակ եթե որոշում եք ասում որ մանդատի պետք է։ Ոչ, որտեղ սա ընդհանուր միայն մեր որոշումն չէ, ընդդիմադիր դաշտի ընդհանուր